Ոնց որ սենց էլ չի նման։ Ինչու դժվար է լինում սկզբում, հետո հեշտ է լինում, չէ՞։ Ահա, շատ լավ։ Դե գնացինք։ Հա, դե տարեք տեղադրեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, Մալխաս Եվրոման խնդրում ենք մոտեցեք հիմքի հատված կապսուլան տեղադրելու։ Եթե ուզում եք երեխեքին էլ հրավիրեք, հրավիրեք։ Արման Դավիթ, արեք։ Արման Դավիթ մոտեցեք։ Արեք, բոլոր երեխաներն արեք։ Այս ընթացքում ես նշեմ մեր լեգենդար ըմբիշների նվաճումների մասին։ Ռոման Ամոյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Ոնց կրկնակ։ կրկնակի հող չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր չեմպիոն։ 2008 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Ամոյանների ընտանիքի հաջորդ օլիմպիական մեդալն ապահովեց Մալխաս Ամոյանը Փարիզ 2024-ում կրկին նվաճելով բրոնզե մեդալ։ 2021-ին Օսլոյում եւ 2025-ին Զագրեբում Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Շատ լավ Օրեր առաջ էլ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Սիրուն լավ մալախոսի իմբիշների պայքարում 77 կիսը կիլոգրամ հարկել քաշային կարգում ունի, Ամոյանը գերազանցեց հարկավոր։ բոլորին ապելով պատվարտակի առաջին աստիճանին ու նվաճելով Եվրոպայի առաջնություններում իր 5-րդ ոսկե մեդալը։ Բայց վստահ եմ, որ Ամոյանների ընտանիքի եւ Մալխաս Ամոյանի գլխավոր նպատակը օլիմպիական ոսկին գրոհելն է։ Եվ չմոռանանք, որ անցած տարվա աշխարհի առաջնության եզրափակիչում Մալխաս Ամոյանը տապալեց օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Օսակային, այնպես որ այդ հեռանկարը Ամոյանը արդեն իսկ ապահովել է։ Լցրեք, դե հավեսով լցրեք։